Բարի լույս, կպատասխանեմ նաև ձեր լավ մեկնաբանություններին, շատ լավ ու թարմ մաշկ ունեք, կասեք գաղտնիքը։ Գաղտնիք արդեն գաղտնիք չէ, երեխեք ջան։ Քանի որ արդեն ասել եմ, եւս մի անգամ ասեմ ձեզ, ես հիմնականում օգտագործում եմ դեղցի յուղ։ Դեղցի յուղը ունի հակաբորբոքիչ հատկություն, ունի ձգելու հատկություն, մաշկին տալու թարմություն, հայկական դեղատներից գնված խորտ կտամ օգտագործեք։ Միայն դեմքը չի, որ օգտագործում եմ վզի հատվածը, դեկոլտեի հատվածը, քանի որ կինը առաջին հերթին ծերանում է վզի հատվածից, դեկոլտեի, թևերի այս հատվածներից, կնճիռները բնականաբար, դրա համար յուղեր աշխատում ենք շատ օգտագործենք։ Նաև այս շոքերին կրեմերից ավելի մաշկը, ասեմ, կոպիտ ասած, խցանվում է եւ օդ չի վերցնում։ Այդ իսկ պատճառով յուղեր օգտագործեք։ Օգտագործում եմ Էրբորյան կորեական աչքի կողքերի համար հատկացված քսուկը, էժան չի, երեխեք ջան, սա ես չեմ առել, քույրիկս առել։ Ես մեկ թանկ բաներ չեմ առնում ինձ։ Եվ նաև դեմքի վրա համար հատկացված այս քսուկը։ Մոռացա ասեմ, որ իմ լավ աղջիկներից մեկը, իմ գեղեցկուհիներից մեկը նաև Իտալիայից իր հետ բերել է ալոեի արոմատով եւ ալոեի յուրահատուկ, չգիտեմ, փայլով, որ քսում եմ, ինքը շատ գեղեցիկ փայլ է հաղորդում իմ մաշկին։ Սա էլ առավոտներն եմ օգտագործում։ Իսկ ընդհանուր առմամբ հիմնականում օգտագործում եմ յուղեր, որը ձեզ խորհուրդ կտամ։ Այսքանը, եթե ունեք ինչ-որ հարցեր, ապա խնդրեմ, կարող եմ մեծ հաճույքով ձեզ պատասխանել։ Լավ օր։